Քարի հիշողությունը, Երևանի վարդագույն շունչը։ Երևանը վարդագույն քաղաք է, բայց այդ վարդագույնը ներք չէ, այն գալիս է լեռներից, հրաբխային տուֆից, որը հազարավոր տարիներ առաջ դուրս է ժայթքել Արագածից ու Գեղամա լեռներից։ Այդ քարերն են ձևավորել մեր քաղաքի շունչը։ Երբ քայլում ես Երևանի փողոցներով, թվում է հենց քարերն են շնչում։ Դրանք տեսել են անցնող դարերը։ Շինարարների ձեռքեր, մարդկանց ձայներ, սիրահարների գաղտնի խոսքեր։ Քարերը պահում են հիշողությունը։ Երբ նայում ես հրապարակի շենքերին կամ հին բակերին, զգում ես, որ ժամանակը կանգ չի արել։ Նա պարզապես թաքնվել է տուֆի շերտերի տակ։ Երևանի վարդագույն քարը ոչ միայն գեղեցկություն է, այն ջերմություն է։ Այն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենակոշտ նյութը կարող է կրել հոգի։ Եվ երբ երեկոյան արևը դիպչում է այդ քարերին, քաղաքը սկսում է փայլել ինչպես հին հիշողություն, որը հրաժարվում է անհետանալ։ Ահա այդպես է շնչում Երևանը, քարից, բայց կենդանի։